2022 թվականից փորձնական գործարկեցինք մի ծրագիր, կառավարությունը հաստատեց մի որոշում, որով կենսաթոշակառուները եւ նպաստավորները ստանում են հետվճար իրենց կատարած անկախի գործարքներից։ Ընդ որում անկախի գործարքները վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված գործարքներին եւ սկզբնական շրջանում այն կազմում էր 10% հետվճարի չափը, այնուհետև վարքագծային փոփոխություններ նկատվեցին, ինչպես նաեւ ծրագրի էֆեկտիվությունը ավելի բարձրացավ եւ մենք հետաքրքիր պատկեր ունենք դեռևս ամփոփված չեն դեկտեմբերի տվյալները եւ 25 թվականի նոյեմբերի տվյալներով ավելի քան 378,000 շահառու օգտվում է այս հնարավորությունից, այսինքն իր անկախի գործարքներից ստացել է նոյեմբեր ամսին կատարված գործարքների համար հետվճար։ Հետվճարի չափը 25 թվականին կազմում էր 12% եւ այս տարվա հունվարի 1-ից այդ չափը բարձրացվեց էականորեն եւ այժմ կազմում է 20%, ինչը վստահ ենք բերելու է ավելի վարքագծային փոփոխությունների ավելի մեծ տեմպ եւ ավելի շատ շահառուների ներգրաված լինելու այս հնարավորության մեջ։ Եթե այդ քարտը, կենսաթոշակառուի քարտը իր տեսակով արքա քարտ է, ապա այո, եւս 2% կգումարվի անկախի գործարքներից, ընդ որում նշեմ, որ քարտի փոփոխությունը, այսինքն եթե ոչ արքա քարտի արքա համակարգի քարտ է, ապա հնարավոր է քարտատեսակը փոխել, նույնիսկ բանկը փոխել, այնպես որ որևէ խոչընդոտ չկա այս իմաստով, նույնիսկ էլեկտրոնային եղանակով տանից կարելի է վճարող կազմակերպությունը փոխել, այնուհետև վերցնել նոր քարտը իր նախընտրած տեսակով։ Թոշակառուների թիվը ավելի քան 650,000 է այժմ, բնականաբար ծերացման խնդրով պայմանավորված այդ թիվը շարունակելու է դեռ ավելանալ եւ օգտվողների թիվը մոտ 60% է, դեռևս նոյեմբերի տվյալներով եթե հաշվի առնենք, բայց միևնույն ժամանակ օրենսդրական փոփոխություն կատարվեց եւ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները եւ նպաստները վճարվելու են անկախիկ եղանակով, չնայած որ կանխիկով ստացողների թիվը շուրջ 50,000 է, այնուամենայնիվ ապրիլի 1-ից այդ թիվը լինելու է 0, այսինքն բոլոր մեր շահառուները ստանալու են անկախիկ եղանակով, հետեւաբար դա ինչ նաեւ ազդեցություն է ունենալու թե շրջանառության եւ թե անկախի գործարքներ կատարող շահառուների թվի առումով։ Այստեղ մի քանի, նպատակ ու արդյունք ենք գրանցում։ Նպատակը վարքագծային փոփոխությունների բերելն է, որը ունենում է իր էֆեկտները մի քանի ուղղություններով, նախ եւ առաջ մեր շահառուները հնարավորություն են այս վարքագծով բարձրացնել իրենց կենսաթոշակը կամ նպաստը եւ այդ հնարավորությունը պետությունը ստեղծել է ըստ էության, եթե քո կենսաթոշակը ընդհանրեն կազմում է 60,000 դրամ, հնարավոր է այն դարձնել 72,000 դրամ մինչեւ եւ նաեւ քանի որ անկախի գործարքները ամբողջությամբ թամփանցիկության շրջանակում են իրականացվում, դրանք ամբողջությամբ գտնվում են հարկային համակարգի եւ առհասարակ ամբողջ վճարային համակարգերի թափանցիկության դաշտում, տեսանելիության դաշտում, ինչը իր նաեւ էֆեկտներն է ունենում հարկային մուտքերի եւ հարկային կարգապահության տեսանկյունից եւ սա որոշակի լրացուցիչ մուտքեր է ապահովում, ինչը նաեւ այս տեսքով վերադարձվում է եւ մի բան էլ միգուցե ավելով վերադարձվում է մեր սիրելի շահառուներին, նաեւ սա բավականին հեշտացնում է ավանդական կանխիկով գործարքներ կատարելու այդ գործառույթը, որովհետեւ այն բավականին հեշտացված է եւ մենք նաեւ նպատակ ունենք, որ մեր ավակ սերնդի ներկայացուցիչները անմասն չլինեն նորագույն տեխնոլոգիաներից, դրանց կիրառումից։